Բարի լույս ժողովուրդ ջան։ Առավոտ կանող եմ, որ ասում է մի հատ հիմար տեսանյութ տեսա։ Հիմարը որն է, էսի ուղղակի ցույց է տալիս, թե ինչքան լիցիմեր մարդիկ գոյություն ունեն կյանքում։ Նախ ասեմ, որ Տեր Արամին ողջունում եմ, հարգանքներս, Աստված ձեզ օրհնի, ձեր կատարած աշխատանքի, ձեր հավատարիմ լինելու համար, Աստծուն, ժողովրդին, պետությանը։ Երկրորդը, խնդրում եմ իմ կառավարությունից, որպեսզի Տեր Արամին ինչ-որ մի աջակցություն, ինչ-որ մի, չգիտեմ, իր անվտանգությունը ապահովելու համար ինչ-որ մի գործողություն կատարի, որովհետև նայելով այս կադրերին տեսնում եմ, թե մարդիկ ոնց կարան իրանց թույլ տան նման քայլերի գնալ, sense միտումնավոր գալ, սադրել կամ կանգնել, չեմ ուզում ավելնորդ բառեր ասեմ ձեր հասցեին, բայց ձեր տենց թույն ճիշտ ուտեղ դրած եկել եք ու դվայնի ստանդարտ եք էլի օգտագործում են, երկարկի ստանդարտներ եք օգտագործում, ու ինչ ես ասում, ասում ես դու սխալ ես, դու ով ես, որ իրան ասես սխալ ես, դու ով ես հոպար, որ իրան ասես սխալ ես, եթե դու Տեր Արամի նման կծառայես, ամբողջ կյանքդ կնվիրես Աստծուն, եկեղեցուն, ժողովրդին, կծառայես, ու ինչ-որ մի գոմիկ կամ չունգուլ լվացող քեզ կարգալույց կանի, այդ ժամանակ դու կարաս գաս ասես Տեր Արամը սխալ էր թե ճիշտ, իսկ մինչ այդ դու ոչ մեկ ես, իզվատ тебя никакая հոգնած, որ եկել ես Տեր Արամին ինչ-որ բան ես ուզում բացատրես։ Ու ընդհանրապես մեր ղեկավարությանը հորդորում եմ աչալուրջ լինեն, շատ ուշադիր լինեն, լրատվականներով, թե ինչ-որ հոգնած 603-ի վաստակների օգնությամբ ատելություն են գեներացնում, քրիստոնեություն են առաջ բերում, սկզբից Ադրբեջանի հետ քրիստոնյա մուսուլմանական պատերազմի ինչ-որ թեզեր էին առաջ տանում, հիմա երկրի ներսում են նույն թեզը տանում, ատելություն գեներացնում, խոսքի օրինակ այն ջահել տողն, որ սպանել են, հիմա ատելություն են գեներացնում, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով են սպանել, ինչ-որ հոգնածներ նստում են միկրոֆոններ են գզում, ու մենք սենց հանգիստ նստած նայում ենք։ Ամեն մի փարչակ միկրոֆոնի դեմը նստած իրան ինչ ասես թույլ է տալիս խոսի, մենք դնում ենք, թե մենք արհամարում ենք նմաններին, թե իբր շանտեղ չենք դնում, բայց մոռանում ենք, որ այդ համբալները մարդկանց մեջ առաջացնում են ատելություն, դժգոհություն, վրեժխնդրություն, իրար փոր են հելնում թափում։ Մենք պետք է ուշադիր լինենք այս ամեն ինչին։ Ու ամեն մի հոգնածի թույլ չտանք, ամեն մի հոգեկան հիվանդի չպետք է թույլ տանք, որ հելնի էշեշ դուստա։ Եթե տեղյակ չեք ինչի մասին եմ խոսում, գրեք, ես դες կուղարկեմ կադրեր, թե ով ինչա ոռնում։ Ու դա ժողովուրդն է լսում։ Ժողովուրդն է լսում, մենք լիքը ժողովուրդ ունենք, որ բան չի հասկանում։ Լսելով այս ամեն ինչը կատաղում է։ Ու որ վաղը ինչ որ մեկի փորը թափի, որ ինչ որ մի համբալել հելնի ակնոցներով նստի միկրոֆոն գզի, ասի Նիկոլ Փաշինյանի պատճառով են այդ ջահել տողում սպանել։ Ու մենք ցենց հանգիստ նստենք նայենք։ Շատ ուշադիր պետք է լինենք այս հարցին։ Նախ այն Տեր հայրերը, ովքեր որ պետությանն են սատարում, եկեղեցուն են ծառայում, Աստծուն են ծառայում, ժողովրդին են ծառայում, մեր այս ակնկալիքները, որ եկեղեցին պետք է մաքրվի մեր կողքին են, իրանք պետք է ապահով լինեն, անվտանգ լինեն, իրանց կյանքը, իրանց ընտանիքների կյանքը։ Իսկ այն հոգնածները, որ էշեշ դուս են տալի, հերիքա արդեն դնեք արհամարեք։ Արհամարելով հարց չի լուծվելու։ Արհամարելով ատելությունա գեներացվելու ձնագնդիկի նման։ Իսկ հիմա նյութը կտեղադրենք, տեսեք։ Երկու ձյաձ երկուսեն, երեք են, չեմ անում, երկու ворց, իրանց ճշտի տեղ դրած, եկել են հոգնածները, են որ ասում է, եկել են սատանի մայլ են քյանդրբազ են թռնում։ Ասած ինչ ես ուզում իջանից։ Ուղղակի որ բան լսի որ սխալ ես ասում, դու ես եկել հարց տվեցի, ես դեռ իմ համար կանգնած եմ, ինչ է։ Ես հարցից պատասխանը ստացա դիգրա։ Լսեցի որ դու շուտ ես խոսում, թե այսինքն հիմա եթե պիղծը մկրտությունն ու վավերական է, այսինքն ինչ այդքան կանենք էլի մկրտություն ու լինի վավերական։ Եթե պիղծը վավերական է, մկրտությունը վավեր է, Բայց նորմալ է։ Ուրեմն դու իրավունք չունես։ Սերո պետք է ձեր համար նորմալ է։ Ինչը։ Դու որպես քրիստոնյա մարդ, դու քրիստոնյա համար ես։ Եկեղեցու կանոնները քո համար վավերական է։ Հարցը։ Իհարկե, հիմա եկեղեցու կանոններն ասում են, որ կաթողիկոսը իրավունք չունի շնությամբ զբաղվելու, երեխաներ ունենալու, ու քո օրենքը, քո սահմանադրությունը եկեղեցական դա վավերացրել է։ Հիմա դու քո եկեղեցու հայրերի ընդունած կանոններին դեմ ես, հարց ուղիղ պատասխան։ Ոչ իհարկե։ Բա որ ոչ իհարկե։ Հիմա նույն հարցը քեզ եմ ուղղում, դու դեմ ես։ Չէ, մի րոպե, հարցից հարցով մի պատասխան։ Սպասեք, այդ ստոիկյան փիլիսոփայություն եք անում, հարցից կանոններին դու դեմ ես։ Կլինի դուք իմ հարցին պատասխան։ Ո՞ր հարցին։ Ես պատասխանը դեմ չեմ։ Հարցից հարցով մի դեմ պատասխան։ չեմ։ Դեմ չեմ։ Կողմ եմ իհարկե։ Հիմա ես ձեզ բան եմ բարձրացնում, խնդիր։ Ասում եմ ես գիտեմ, համ ու այդ առաջի մարդը ես չեմ, որ դրա մասին խոսել եմ, պետական մագարտակով ու բոլոր ժամանակներում։ Այդ մարդը ունի կին
եւ երեխա։ Դու որպես հայ քրիստոնյա մարդ հարց չունես իրան տալու։ Հարց, ես ունեմ իհարկե։ Բայց ինչի՞ չես գնում ասես։ Հիմա այդ հարցը բարձրացված է, մինչև ինձ արդեն այդ հարցը տրված է։ Դուք որպես այսքան կներեք էլի մի Ես էլ սպասում եմ ինքը վերջացնի ուղղակի։ Եթե դուք այդքան նախանձախնդիր քրիստոնյա եք, եթե ձեր համար կարևոր է, հա, որ ձեր եկեղեցու կանոնները պահվի, ես ուղղակի խնդրում եմ ձեր քրիստոնյա լինելը հաստատեք իրեն այդ հարցը տալով։ Երբ որ ինքը այդ հարցը կպատասխանի ոչ միայն ձեզ, այլ նաև համայն հայազգին, նոր կգաք ես ձեր հարցի պատասխանը կտամ։ Հիմա վերջացրեցի։ Հիմա եթե դու նախանձախնդիր քրիստոնյա ես, եթե դու ասում ես անկախ քահանայի, ոգևորականի, գործած մեղքի փոխությունից իր արած կարգը վավեր է, ծեսը վավեր է, այսինքն դու պարտավոր ես Դուք խոսքին հակասում եք։ Եթե նույնիսկ դու մեղադրում ես իրան, նույնիսկ եթե դու իրան մեղադրում ես բղծության մեջ, չգիտեմ ինչ եմ, զրպարտում ես։ Ըստ ինձ դու զրպարտում ես, բայց նույնիսկ այդ դեպքում դու պարտավոր ես ենթարկվել։ Դու իսկ քո դատը տեսնում ես։ Դու պարտավոր ես եկեղեցու կանոնին ենթարկվել, որովհետև այն կանոնին, որ ինքդ ասեցի, որ իր արած ծեսը վավեր է։ Հիմա ինքը այդ կանոնը պետք է մնա եկեղեցու։ Իհարկե։ Պետք է մնա, ես պետք է մնամ այս եկեղեցու։ Դու Նիկոլը պետք է նույն եկեղեցու նույն եկեղեցու կարգով Ես որոշել եմ որ եկեղեցու կարգով ինձ դիվանապետ Արշակ Սրբազանն է կարգալույց արել ոչ քեզ կարգալույց արել հանձնախմբի ես դες ասում հանձնախմբի ղեկավարն էլ ինքնու Նաթան Սրբազանն որ կներեք Նաթան Սրբազանը որ զոհվածի մորը լսել եք այդ զայնագրությունը ոչ մի բան ոչ թե զայնագրություն իրեկացակում եթե դուք այդպես քրիստոնյաներ եք ու ձեր համար զոհվածի մորը ուղարկել հանրապետության հրապարակ տեսեք այդ զայնագրության մասին եմ ասում ասում եմ ոչ մի բան ասում եմ զայնագրությունը ոչ մի բան որտեղ կարամ փոխած դու զայնագրություն ես հիմա տեսնում եմ որ դուք անձի պաշտամունքով եք զբաղվում դա քո ներքին խնդիրն է ասում ես տեսնում եմ իմ տեսողությունը Ես էլ տենում եմ դու Նիկոլին ես պաշտպանում, հետո պետք է ասեմ դու Նիկոլա պաշտես։ տեսեք դու արդեն կարծիք ունեք իմ մասին Իհարկե, ես դվում եմ նոր ենք ճշմարիտ։ Եկել են քեզ ձեր ապացուցել։ ժպիտը ձեր կամ ձեր այդ քմծիծաղը Քմծիծաղ չկա։ ցավ չի պատճառում գիտեք Ես չեմ ուզում ցավ ասել։ Ինձ է ցավ պատճառում։ որ դուք ձեր աչքերը ձեր տեսողությունը վերականգնեք կույրը կույրին փող չարաշ այսինքն դուք ընդունեցիք որ դուք կույր եք ինչպես դուք ընդունեցիք որ դուք կույր եք որ կույրը կույրին չարաշնորթի իմ շապի մեջ Ըստ քեզ, եթե մենք կույր ենք, դե եթե դուք գիտեք ճշմարտությունը դուք գիտեք ճշմարտությունը ու լռում եք ձեր ամենամեծ դատաստանը հիմա իմ խոսալը լրել է եթե ես ասում եմ որ դու սատախոս ես դա լրել է դու չունես փաստեր որ ես չունես խոսում քո տեսագրությունները բացն է արի լոլո չկարդան։ Քեզ հարցնում եմ քեզ քնչական կանչել են ասում ես չէ Հետո լրագրողը խափում ես։ հարց ես տալիս հետո լրագրողը հարց ես տալիս ասում դու սուտ ես խոսել ասում ես քնչականից ինձ տենց եմ ասում այսինքն քնչականի ասածը քո համար պատվիրանից բարձր է պատվիրանից դե բարձր չի պատվիրանը քեզ ասում եմ մի սոտ պատվիրանից բարձր չի հաստորեն դու բարձր ես բայց բաներ կա որ դու երբ որ ստում ես դրանից մենակ դու ես տուժում իսկ բաներ կա երբ որ դու ստում ես դա ամենը քո խոսքով քեզ ասեմ դու ունեցի որ ստել ես այդ օրը երեկոյան եմ դիմացել քնչական այդ օրը երեկոյան ստել է այդ օրը երեկոյան ես դեռ չեմ եղել քնչականում ես քո խոսքերն եմ ասում Մի խոսքով Փաշազադեն հոխորտած մեր եկեղեցու վրա Նիկոլը հիշեց որ պետք է հարձակվի դու սկսեցիր արշարությունից խոսալ էլի ճշմարտության մասին հատուկ պատվեր է ոչ իմ պետության ղեկավարը չի չես ընդունում իհարկե չեմ ոչ մի բան չես կարող Թուրք կոչվելուց չվիրավորվողին Դու վիրավորվում ես թուրք կոչվել ասենք Դու վիրավորվում ես թուրք կոչվելու մեկին ասեմ թուրք բայց ես պետք է հիմնավորեմ Բայց որ ասում են չես վիրավորվում, որ ասում ես ես չեմ վիրավորվում, եթե քեզի արյունարու թուրքի տեղ են դնում ասում են թուրք չես վիրավորվում, բայց մի րոպե պետք է հիմնավորել ով ում ինչ հասնի ասա հիմնավորեք, մի ասա չեմ վիրավորվում։ ինչ հիմնավորել Բասա հիմնավորեք։ Մարդիկ վառված ասում են դու թուրք ես։ շատ էլ ասում են Բասա շատ էլ ասում են, բայց այն մարդը ասում է չեմ վիրավորվում։ Հստակ ասում է դուք պետք է ասեք
Ինչ լավ է որ 50 մետր եկող ադրբեջանցիներն են։ Ես թուրք կոչվելուց չեմ Հիմա վիրավորվում։ նույնն ասում են կաթողիկոս երեխան ինքը չի վիրավորում, ձեն չի Այո, կաթողիկոսը չի արցախը մնացածն արել։ Չի ասեն, ես չեմ իրավորում, որ ինձ ասում են Հա, էլի, կամ կաթողիկոսը պատոշություն չի արել նրան։ Ինչի՞ չի խոսում։ Բայց ինչ պետք է։ Ինչի՞ որ չեք եթում մայրաթոր հարթակ, ասեք, այդ ամեն ինչ որ ձեր մասին։ Ավստանը չեմ ուզում ջեր ջրաղացին ջուր լցնել։ Դեզ էդ է պետք, որ եկեղեցին քանդեք։ Ջրաղացին ջուր լցրեք։ Ո՞րն է քո ճշմարտությունը։ Որ գնաց Ո՞վ է եկեղեցին քանդում, լավ։ Դու հենց հիմա փոխել ես էս։ Դու ինքդ ասացիր, որ ասացիր դու նոր խոստովանեցիր, որ ըստ կանոնի քեզ կարգալույց են արել, բայց դու համարձակվել ես ասեք, ըստ այն կանոնի, որ ասացիր, եթե կատարած մկրտություն կա, անկախ քահանայի մեղքից դա բավեր է։ Եթե հավատանեմ իմաստը հասկացի։ Եթե դու ընդունում ես ըստ կանոնի կարգալույց, եթե դու ընդունում ես, որ իրա արած ծեսը անկախ իրա մեղքից բավեր է, ուրեմն դու այդ ծեսը ընդունի։ Նաև կարգալույցության ծեսը, այդ կարգալույցության բանը, կանոնը ընդունի, որովհետև դու չես իրա մեղքերը, քո խոսքերը, ըստ քո խոսքի, դու քեզ թակարդկցես։ Ես ասում եմ բավերական հիմա է խոսականը, բայց արդյոք ժողովուրդը պետք է հանդուրժի նման բավերական։ Ժողովուրդը որ Հիսուսին խաչեց այդ Դուք ժողովուրդը։ ժողովրդի բանատեղ չեք լինում։ Ես եմ ժողովուրդ։ Իմ նման շատ կան։ Ժողովուրդն ով է։ ժողովուրդը վերացակում հաշվարկություն։ Ես ժողովուրդի համար, որ դուք ժողովրդի մասին այդ կարծիք Ո՞ր կարծիք։ Ես այն ժողովրդի մի մասն եմ։ Իմանայ, այդ ժողովրդի մեջ կա հեթանոս։ Կա կոմունիստ, կա սատանիստ եւ կա քրիստոնյա։ Աղանդավորներն են։ Այս եկեղեցին ոչ հեթանոսին է, ոչ աղանդավորին է, ոչ սատանիստին է։ Այս եկեղեցին քրիստոնյա հային է։ Մեկ Այս եկեղեցին քրիստոնյա հային է։ Հիմա եթե դու այդ բոլորին ասին ժողովուրդ ես, Մենք ժողովուրդ։ Մենք ժամերգությունից ուշացանք էլի։ Որովհետև դու կամեն ասում ժողովուրդ, Կարաս մի երկու բան էլ ավել ասել։ Դրանից ճշմարտությունը եթե մի երկու բան ավել տեղ լինի, վստահ կասեմ։ Մենք ժամերգությունից Չեք այդքան ագրեսիվ։ Չեք այդքան ագրեսիվ։ Դուք հենց ասել ագրեսիայով դուք չեք կարող լավ։ Որ քո հանդեպ էլ այդքան անարդարություն անեն դու։ Անարդարություն չի եղել։ Հիշում եմ որ պրիժոկներ էին ասել։ Դու ինտերն ես ասել։ Բա որ դու ինտերը չես ապրել։ Դու ոնց կարաս ասես անարդարություն եղել է, թե չի եղել։ Կաթողիկոսի տեղն ես։ Կներես ասես։ Դու կաթողիկոսի տեղն ես։ Չարին հարցը չես բազգը։ Դու ինտերը չես ապրել։ Դու ինչ գիտես իմ կյանքում։ Դու կաթողիկոսն ես։ Եկել ես ինտերը հիմա իմ հետ ինչ ես խոսում։ Լսի դու ասում ես իմ մաշկի վրա, ես իմ մաշկի վրա դեռ դեպատի մասին եմ։ Գնացինք մենք ժամերգությանը, թեմը ժամերգության է։